Հոգնել եք, հյուծված եք, զգում եք, որ ձեր ուժերը սպառվել են, չգիտեք, թե որտեղից գտնել շարունակելու էներգիան։ Այնքան կռվել եք, այնքան շատ մարտերի եք բախվել, այնքան շատ բեռ եք կրել, որ հիմա զգում եք, որ այլևս չեք կարող դիմանալ։ Թվում է, թե դատարկության մեջ եք վազում, ձեր լավագույնս եք անում, բայց արդյունք չեք տեսնում։ Արթնանում եք արդեն հոգնած, օրվա ընթացքում քարշ եք տալիս ձեզ քնում առանց իսկապես հանգստանալու։ Եվ իրավիճակն ավելի է վատթարանում, երբ հասկանում եք, որ դա միայն ֆիզիկական հյուծվածություն չէ։ Կա նա ինչ-որ հոգոր բան։ Կան հարձակումներ, որոնք դուք չեք կարող բացատրել։ Կա ճնշում ձեզ վրա։ Կան չար ուժեր, որոնք, կարծես, աշխատում են ձեր կյանքի, ձեր ընտանիքի, ձեր առաջընթացի դեմ։ Այսօր դուք կստանաք նորացում։ Այսօր չարը կհանդիմանվի, կվտարվի։ Այսօր ձեր ուժը կվերականգնվի գերբնական ձով, որովհետև դուք այստեղ պատահականորեն չեք։ Աստված պատրաստել է այս պահը ձեզ համար։ Նորացման այս աղոթքը վերականգնում կբերի այն տարածքներում, որոնց վերականգնման կարիքը դուք նույնիսկ չգիտեիք։ Այն ուժ կբերի այն տարածքներում, որտեղ դուք արդեն հրաժարվել էիք ուժեղ լինելուց։ Այն հաղթանակ կբերի հոգոր հարձակումների դեմ, որոնք դուք նույնիսկ հստակ չէիք կարող նույնականացնել։ Եսայի մարգարեն 40-րդ գլխում 29-ից 31-րդ համարներում հայտարարում է. նա ուժ է տալիս հոգնածին, մեծացնում թույլերի ուժը։ Նույնիսկ երիտասարդները հոգնում ջախջախվում են, երիտասարդները սայթաքում ընկնում են, բայց նրանք, ովքեր հույսը դնում են Տիրոջ վրա, կնորոգեն իրենց ուժը։ Նրանք թերով կբարձրանան արծիվների պես, կվազեն չեն հոգնի, կքայլեն չեն թուլանա։ Ինչ անսովոր խոստում։ Անկախ նրանից, թե որքան հոգնած եք։ Անկախ նրանից, թե ձեր ուժերը զրոյի են հասել։ Երբ դուք սպասում եք Տիրոջը, երբ աղոթքով փնտրում եք նրան, ձեր ուժը նորացվում է։ Ոչ միայն վերականգնվում է նախկին մակարդակին, այլ բազմապատկվում, ուժեղանում, բարձրանում։ Դուք թերով սավառնում եք արծիվների պես։ Դուք վազում եք, չեք հոգնում։ Դուք քայլում եք, չեք թուլանում։ Սա գերբնական նորացում է։ Եվ հենց դա էլ դուք կստանաք այսօր։ Մինչ սկսելը, ուզում եմ, որ դուք կարևոր բան անեք։ Թուլացրեք լարված ուսերը։ Թուլացրեք սեղմված ծնոտները։ Մի քանի խորը շունչ քաշեք։ Եվ պատրաստվեք ընդունելու։ Մի մնացեք այստեղ, պարզապես պասիվ լսելով։ Մնացեք այստեղ, համաձայնելով հոգով։ Հայտարարելով ինձ հետ։ Ակտիվորեն ընդունելով այն, ինչ Աստված ուզում է տալ։ Եվ եթե այս աղոթքը օրհնում է ձեզ, բաժանորդագրվեք այս ալիքին նորացման հոգոր հաղթանակի ավելի հզոր աղոթքներ ստանալու համար։ Աղոթենք։ Սիրելի Հայր, ամենակարող Աստված, Տեր, որ նորոգում ես հոգնածների ուժը հանդիմանում ամեն չարիք, մենք ներկայանում ենք քո արջ Հիսուս Քրիստոսի անունով։ Տեր, մենք գալիս ենք ուժասպառ։ Մենք գալիս ենք ուժասպառ։ Մենք գալիս ենք մեր ուժը սահմանին։ Բայց մենք գալիս ենք հավատքով։ Հավատքով, որ դու կարող ես նորոգել մեզ։ Հավատքով, որ դու կարող ես հանդիմանել մեզ վրա հարձակված ամեն չարիք։ Հավատքով, որ մենք այս աղոթքից կհեռանանք այլ կերպ, քան թե մտել էինք։ Ավելի ուժեղ, ավելի նորացված, ավելի հաղթական։ Տեր, ցանկացած խնդրանքից առաջ մենք երկրպագում ենք քեզ։ Դու այն Աստվածն ես, որ երբեք չես հոգնում։ Դու այն Տերն ես, որ երբեք ուժ չես կորցնում։ Դու անսպառելի արարիչն ես զորությամբ էներգիայով։ Եվ մենք, որ արարածներ ենք, գալիս ենք քեզանից փնտրելու այն, ինչ չունենք մեր մեջ։ Մենք գալիս ենք խմելու այն աղբյուրից, որը երբեք չի չորանում։ Մենք գալիս ենք միանալու այն ուժին, որը երբեք չի վերջանում։ Հայր, մենք հիմա հիմնվում ենք սաղմոսների վրա, որոնք առաջնորդում են այս նորացման աղոթքը։ 91-րդ սաղմոսը մեր աստվածային պաշտպանության հռչակագիրն է ամեն չարիքից, առաջին համար։ Նա, ով բնակվում է բարձրյալի ապաստարանում, կհանգստանա ամենակարողի ստվերում։ Տեր, մենք ընտրում ենք բնակվել քեզ մեջ, մենք քեզ դարձնում ենք մեր ապաստանը, եւ քեզ մեջ բնակվելով մենք գտնում ենք իսկական հանգիստ։ Ոչ թե աշխարհի առաջարկած մակերեսային հանգիստը, այլ հոգու համար խորը հանգիստ, որը նորացնում է, երկրորդ համար։ Ես կասեմ Տիրոջ մասին։ Նա իմ ապաստանը, իմ ամրոցը, իմ Աստվածը, որին ես վստահում եմ։ Հայր, դու մեր ապաստանն ես, երբ մենք չափազանց հոգնած ենք շարունակելու համար։ Դու մեր ամրոցն ես, երբ մենք չափազանց թույլ ենք զգում պայքարելու համար, քեզ ենք մենք լիովին վստահում։
91-րդ Սաղմոսի 3-րդ համարը հայտարարում է, որովհետ նա կփրկի քեզ թրջնորսի որոգայթից մահացու համաճարակից։ Տեր, քանի որոգայթներ են կապել հյուծել մեզ։ Անհանգստության որոգայթներ, որոնք սպառում են մեր էներգիան։ Վախի որոգայթներ, որոնք սպառում են մեր ուժը։ Մեղքի որոգայթներ, որոնք թուլացնում են մեզ հոգորապես։ Բայց դու խոստանում ես ազատել մեզ այս որոգայթներից։ Ուստի մենք աղաղակում ենք. Փրկիր մեզ, Տեր։ Քանդիր ամեն որոգայթ, որը գողանում է մեր ուժը։ 11-րդ համարներ։ Քեզ չարիք չի հասնի, ոչ մի ժանտախ չի մոտենա քո վրանին։ Որովհետ նա կհրամայի իր հրեշտակներին քեզ համար, որ պահպանեն քեզ քո բոլոր ճանապարհներում։ Հայր, մենք հայտարարում ենք, որ այսուհետ ոչ մի չարիք չի հաջողվի մեզ դեմ։ Թող հրեշտակներ ուղարկվեն մեզ պահելու, որպեսզի պաշտպանեն մեզ թուլացրած հարձակումներից։ 35-րդ Սաղմոսը մեր աղոթքն է Աստծուն, որ նա պայքարի մեր թշնամիների դեմ։ Առաջին համար։ Մրցիր, Տեր, նրանց հետ, ովքեր վիճում են ինձ հետ, կռվիր նրանց հետ, ովքեր կռվում են ինձ դեմ։ Հայր, կան ուժեր, որոնք դավադրություն են կազմակերպել մեր դեմ։ Չար հոգոր ուժեր։ Թշնամու կողմից օգտագործվող մարդիկ։ Հանգամանքներ, որոնք կարծես դավադրություն են կազմակերպել մեր դեմ։ Տեր, աղոթիր մեզ համար։ Մղիր մեր մարտերը։ Մենք հոգնել ենք միայնակ կռվելուց։ Մեզ պետք է, որ դու մտնես պատերազմի մեջ մեր անունից։ Երկրորդ 3-րդ համարներ։ Բռնիր վահանն ու ասպարը կանգնիր իմ օգնությանը։ Հանիր նիզակը փակիր ճանապարհը նրանց դեմ, ովքեր հետապնդում են ինձ։ Ասա իմ հոգուն. Ես եմ քո փրկությունը։ Տեր, վեր կաց մեզ օգնության հիմա։ Օգտագործիր քո երկնային նիզակը փակիր մեզ հետապնդող յուրաքանչյուր թշնամու ճանապարհը։ Թող այլս ոչ մի հարձակում չհասնի մեզ։ Թող չարի յուրաքանչյուր հարձակում կասեցվի։ Եվ խոսիր մեր հոգիների հետ։ Ես քո փրկությունն եմ։ Մենք պետք է լսենք քո ձայնը, որը մեզ վստահեցնում է, որ մենք փրկված, պաշտպանված, պահպանված ենք։ 27-րդ Սաղմոսը մեր անսասան վստահության հռչակագիրն է։ Առաջին համար։ Տերն է իմ լույսը, իմ փրկությունը։ Ումից պիտի վախենամ։ Տերն է իմ կյանքի զորությունը։ Ումից պիտի վախենամ։ Հայր, դու մեր ուժն ես։ Ոչ թե մեր լրացուցիչ ուժը, այլ մեր գլխավոր ուժը։ Մեր հիմնարար ուժը։ Առանց քեզ մենք ընդհանրապես ուժ չունենք։ Բայց քեզ հետ մենք ուժ ունենք ամեն ինչի համար։ Փիլիպպեցիների 4:13-ը հայտարարում է. Ես կարող եմ ամեն ինչ անել նրա միջոցով, ով զորացնում է ինձ։ Ուրեմն ո՞մից պիտի վախենանք։ Ոչ մեկից։ Որովհետ դու ես մեր ուժը։ Երրորդ համար։ Թե բանակ կառուցի իմ դեմ, սիրտ չի վախենա, թե պատերազմ բարձրանա իմ դեմ, այն ժամանակ էլ ես վստահ կլինեմ։ Տեր, խնդիրների բանակ կարող է բանակ կառուցվել մեր դեմ։ Հնարավոր է, լարված հոգոր պատերազմ հայտարարվի։ Բայց մեր սրտերը չեն վախենա։ Որովհետ մեր վստահությունը մեր սահմանափակ ուժի մեջ չէ, այլ քո անսահմանափակ զորության։ 46-րդ Սաղմոսը մեր խաղաղության խարիսխն է մեզ հյուծող փոթորիկների մեջ։ Առաջին համար։ Աստված մեր ապաստանն ու զորությունն է, ամենահաս օգնականը նեղության մեջ։ Հայր, տառապանքը հյուծում է։ Անհանգստությունը սպառում է։ Անհանգստությունը սպառում է ուժը։ Բայց դու ամենահաս օգնականն ես այս տառապանքի մեջ։ Դու այստեղ ես հիմա, մեզ օգնելու համար։ Մեզ նորոգելու համար։ 10-րդ համար։ Հանգիստ կանգնիր իմացիր, որ ես եմ Աստված։ Տեր, մենք հիմա անշարժ ենք։ Մենք դադարում ենք վազելուց։ Մենք դադարում ենք անհանգստանալուց։ Մենք դադարում ենք փորձել ամեն ինչ լուծել մեր սեփական ուժերով։ Եվ մենք պարզապես ընդունում ենք. Դու ես Աստված։ Դու ես վերահսկողությունը։ Դու հոգ ես տանում ամեն ինչի մասին։ Սաղմոս 18-րդը մեր հաղթանակի ազատագրման երգն է։ Առաջին երկրորդ համարները։ Ես սիրում եմ քեզ, Տեր, իմ զորություն։ Տերն իմ ժայռն է, իմ ամրոցը, իմ ազատարարը, իմ Աստվածը, իմ ժայռը, որի մեջ ես ապաստան եմ գտնում, իմ վահանը, իմ փրկության եղջյուրը, իմ բարձր աշտարակը։ Հայր, քանի
Պաշտպանության ուժի տիտղոսներ կան այս համարում։ Դու ամուր ժայռ ես։ Անվտանգ ամրոց։ Հզոր ազատարար։ Ապաստանի ժայռ։ Պաշտպանության վահան։ Փրկության աղբյուր։ Բարձր աշտարակ։ Մենք հիմա հենվում ենք այս ամենի վրա։ 29-րդ համար։ Քանզի քեզնով կարող եմ բանակ ճեղքել, իմ Աստծով կարող եմ պատ բարձրանալ։ Տեր, մեր սեփական ուժով մենք երբեմն նույնիսկ անկողնուց չենք կարողանում վեր կենալ։ Բայց քեզնով մենք ամբողջ բանակներ ենք ճեղքում։ Քեզնով մենք անհաղթահարելի թվացող պատեր ենք բարձրանում։ Ուրեմն թող այդ ուժը գա։ Թող այդ զորությունը գա։ 121-րդ Սաղմոսը մեր մշտական աստվածային պաշտպանության երաշխիքն է։ Առաջին երկրորդ համարները։ Ես բարձրացնում եմ աչքերս դեպի լեռները, որտեղից է գալիս իմ օգնությունը։ Իմ օգնությունը գալիս է Տիրոջից, երկնքի երկրի արարչից։ Հայր, մեր օգնությունը չի գալիս մարդկային տեխնիկայից, բնական մեթոդներից, մեր սեփական ջանքերից։ Մեր օգնությունը գալիս է քեզանից, ով ստեղծել է ամեն ինչ։ Եթե դու ստեղծել ես երկինքն ու երկիրը, դու կարող ես նորոգել մեր ուժը։ Երրորդ համար։ Նա թույլ չի տա, որ քո ոտքը սահի, նա ով հսկում է քեզ, չի քնի։ Տեր, երբ մենք ուժասպառ ենք լինում, մենք հակված ենք տատանվելու։ Մենք սայթաքում ենք։ Մենք ընկնում ենք։ Բայց դու խոստանում ես, որ չես թողնի, որ մեր ոտքը սայթաքի։ Դու կպահպանես մեզ նույնիսկ այն ժամանակ, երբ մենք մեր սահմաններում ենք։ Դու կպաշտպանես մեզ նույնիսկ այն ժամանակ, երբ մենք խոցելի ենք հոգնածությունից։ Հայր, հիմա Հիսուս Քրիստոսի անունով մենք մտնում ենք այս աղոթքի կենտրոնական մասը։ Նախ, եկեք դատապարտենք մեզ հարձակված թուլացած ողջ չարիքը։ Տեր, մենք դատապարտում ենք Հիսուսի անունով յուրաքանչյուր հոգոր հարձակում։ Մեր մտքի դեմ ուղված յուրաքանչյուր հարձակում, որը բերում է շփոթություն, դեպրեսիա, բացասական մտքեր, հիմա դատապարտվում է։ Մեր մարմինների դեմ ուղված յուրաքանչյուր հարձակում, որը բերում է անհասկանալի հիվանդություններ, ցավեր, ֆիզիկական թուլություններ, հիմա դատապարտվում է։ Մեր զգացմունքների դեմ ուղված յուրաքանչյուր հարձակում, որը բերում է անհանգստություն, վախ, տառապանք, խորը տխրություն, հիմա դատապարտվում է։ Մեր ընտանիքի դեմ ուղված յուրաքանչյուր հարձակում, որը առաջացնում է կռիվներ, բաժանումներ, երեխաների հետ կապված խնդիրներ, ամուսնական խնդիրներ, հիմա դատապարտվում է։ Մեր ֆինանսների դեմ ուղված յուրաքանչյուր հարձակում, որը առաջացնում է գումարի կորուստ, արգելափակված հնարավորություններ, անընդհատ աճող պարտքեր, հիմա դատապարտվում է։ Մենք հրամայում ենք յուրաքանչյուր չար ոգու, որը գործել է այս կյանքի դեմ։ Հեռացեք հիմա, Հիսուս Քրիստոսի անունով։ Հոգնածության ոգի, որը ֆիզիկական չէ, այլ հոգոր, հեռացեք։ Հուսահատության ոգի, որը գողանում է ապրելու կամքը, հեռացեք։ Ճնշման ոգի, որը ծանրանում է ուսերին, հեռացեք։ Մտքերին խանգարող խառնաշփոթի ոգի, հեռացեք։ Հիվանդության ոգի, որը հարձակվում է մարմնի վրա, հեռացեք։ Վախի ոգի, որը կատվածահար է անում, հեռացեք։ Անհաջողության ոգի, որը ամեն ինչ սխալ է դարձնում, հեռացեք։ Բոլորդ, հեռացեք հիմա, Հիսուս Քրիստոսի անունով, մի վերադարձեք։ Մենք փակում ենք թշնամու առջ բացված յուրաքանչյուր դուռ։ Յուրաքանչյուր հոգոր ճեղք, որը թույլ է տվել այս հարձակումները, մենք հիմա փակում ենք Հիսուսի արյամբ։ Մեղքերը, որոնք դռներ են բացել, մենք խոստովանում ենք, ներում ենք ստանում։ Բացասական խոսքեր, որոնք մենք ասել ենք մեր մասին, որոնք օրինականություն են տվել թշնամուն, մենք հիմա չեղյալ ենք հայտարարում։ Հոգորապես աղտոտված առարկաներ, որոնք կարող են լինել մեր տանը, մենք հիմա հրաժարվում ենք դրանցից։ Յուրաքանչյուր դուռ փակ է Հիսուսի անունով։ Հայր, հիմա մենք խնդրում ենք նորացում։ Խորը, ամբողջական, գերբնական նորացում։ Նորոգեք մեր միտքը։ Երկրորդ Կորինթացիներին ուղված նամակի 4-րդ գլուխը, 16-րդ համարը հայտարարում է. ուստի մենք չենք հուսահատվում, թե արտաքուստ մաշվում ենք, բայց ներսից օրեցօր նորոգվում ենք։ Տեր, թող մեր ներքին էությունը նորոգվի հիմա։ Հեռացրեք բացասական մտածողության ձերը, որոնք սպառում են մտավոր էներգիան։ Հեռացրեք չափազանց անհանգստությունները, որոնք սպառում են մեր պարզ մտածելու ունակությունը։ Հեռացրեք մտավոր շփոթությունը, որը մեզ ճնշված է դարձնում։ Եվ բերեք պարզություն։ Բերեք հոգեկան խաղաղություն։ Բերեք հավատքի, հույսի հաղթանակի մտքեր։ Վերակենդանացրեք մեր զգացմունքները։
Զգացմունքային հյուծվածությունը իրական է խորը։ Մենք կրել ենք զգացմունքային բեռներ, որոնք մերը չէին։ Մենք կլանել ենք մարդկանցից միջավայրերից բացասականություն։ Մենք ապրել ենք կորուստներ, հիասթափություններ, կուտակված հիասթափություններ։ Տեր, մաքրիր մեր զգացմունքները հիմա։ Ջրահեռացրու կուտակված ողջ բացասականությունը։ Հեռացրու կուտակված դժգոհությունները, որոնք թունավորում են մեզ ներսից։ Հեռացրու հին վշտերը, որոնք երբեք չեն բուժվել։ Հեռացրու վախերը, որոնք նստել են մեզ մեջ չեն հեռանում։ Եվ լցրու մեզ Սուրբ Հոգու ուրախությամբ։ Լցրու մեզ խաղաղությամբ, որը գերազանցում է հասկացողությունը։ Լցրու մեզ սիրով, որը բուժում վերականգնում է։ Վերակենդանացրու մեր մարմինները։ Մարմինը տառապել է մտքի զգացմունքների հետ միասին։ Անկնություն, ցավ, քրոնիկ հոգնածություն, էներգիայի պակաս, թուլացած իմունային համակարգ։ Տեր, դիպչիր մարմնին հիմա։ Թող յուրաքանչյուր բջիջ թարմացվի։ Թող յուրաքանչյուր օրգան կատարյալ գործի։ Թող նյարդային համակարգը հանգստանա։ Թող մկանները թուլանան։ Թող կենսական էներգիան վերականգնվի։ Թող վաղը արթնանանք այնպիսի տրամադրությամբ, որը երկար ժամանակ չենք ունեցել։ Վերանորոգեք մեր հոգին։ Հոգոր կյանքը նույնպես վերանորոգման կարիք ունի։ Առաջին սիրո կրակը կարող է նվազել։ Աստծո հանդեպ կիրքը կարող է սառչել։ Աղոթքի կյանքը կարող է մեխանիկական դառնալ։ Խոսքի ընթերցումը կարող է առօրյա դառնալ առանց հայտնության։ Տեր, վերակենդանացրու մեր հոգին։ Վերավառիր կրակը։ Վերանորոգիր մեր խանդավառությունը քո ներկայության հանդեպ։ Դարձրու մեզ կրկին քաղցած ու ծարավ քեզ համար։ Թող հոգոր կյանքը լինի կենսունակ, կենդանի, հզոր։ Հայր, մենք հիմա ստանում ենք նոր ուժ։ Ոչ թե վերականգնված հին ուժ, այլ բոլորովին նոր ուժ։ Ուժ, որը գալիս է վերից։ Սուրբ Հոգու ուժ։ Ուժ, որը զորացնում է անհնարինի համար։ Ուժ, որը պահպանում է, երբ ամեն ինչ կարծես փշրվում է։ Ուժ, որը մեզ վեր կացնում է, երբ ամեն ինչ ուզում է մեզ տապալել։ Ուժ, դիմակայելու արժ ծառացած մարտահրավերներին։ Ուժ, կատարելու այն նպատակը, որի համար մենք ստեղծվել ենք։ Ուժ, ապրելու ոչ թե պարզապես գոյատելու։ Մենք հիմա հայտարարում ենք այս կյանքի մասին։ Մենք հայտարարում ենք, որ սկսվել է նորացումը։ Սա ապագայի մի բան չէ, սա ներկայի մի բան է։ Այսուհետ նոր ուժ է հոսում։ Մենք հայտարարում ենք, որ չարի հարձակումները դատապարտվել են, այլևս ազդեցություն չեն ունենա։ Դռները փակվել են, թշնամին կորցրել է մուտքը։ Մենք հայտարարում ենք, որ տեսանելի տարբերություն կլինի։ Օրվա ընթացքում ավելի շատ էներգիա, ավելի շատ հոգեկան խաղաղություն, ավելի շատ ուրախություն սրտում, ավելի շատ առողջություն մարմնում, ավելի շատ պարզություն որոշումներում, ավելի շատ հաղթանակ մարտերում։ Մենք հայտարարում ենք, որ այս մարդը թերով կսավառնի ինչպես արծիվը։ Դուք կվազեք չեք հոգնի։ Դուք կքայլեք չեք հոգնի։ Որովհետև ձեր ուժը նորացվել է Աստծո զորությամբ։ Հայր, մենք շնորհակալ ենք քեզ այն նորացման համար, որը տեղի է ունենում հիմա։ Շնորհակալ ենք, որովհետև դու ես այն Աստվածը, որը նորացնում է։ Շնորհակալ ենք, որովհետև քո ողորմությունները նորացվում են ամեն առավոտ։ Շնորհակալ ենք, որովհետև նրանք, ովքեր սպասում են քեզ, նորացնում են իրենց ուժը։ Շնորհակալ ենք, որովհետև չարը հանդիմանվել է, ուժը վերականգնվել է։ Թող այս նորացումը լինի մշտական։ Թող այն չլինի մի քանի օրից անցնող ժամանակավոր բան, այլ թող այն լինի նոր փուլի սկիզբ։ Ուժի, հաղթանակի, լիության փուլ։ Սովորեցրու մեզ պահպանել այս նորացումը։ Ամեն օր փնտրել քեզ շարունակական նորացման համար, որպեսզի թույլ չտանք, որ հոգոր հոգնածությունը կրկին կուտակվի։ Ապրել քեզ հետ մշտական կապի մեջ, ով բոլոր ուժերի աղբյուրն է։ Մենք կնքում ենք այս նորացման աղոթքը Հիսուս Քրիստոսի անունով։ Չարը հանդիմանվել է։ Ուժը նորացվել է։ Հաղթանակը հաստատվել է։ Ամեն, ամեն։ Եվ եթե դուք նորացում եք ստացել այս աղոթքի միջոցով, թողեք ձեր ամենը մեկնաբանություններում։ Կիսվեք դրանով նրանց հետ, ովքեր նույնպես կարիք ունեն չարի հանդիմանության ուժի նորացման։ Եվ բաժանորդագրվեք ալիքին նորացման հաղթանակի ավելի հզոր աղոթքներ ստանալու համար։
Գնացեք հիմա նորացված ուժով, ապրելու այն լիարժեք կյանքը, որն Աստված ունի ձեզ համար։